իշխանական թևից ասում են, որ խաղաղության պայմանների տեքստը լավ բանակցված է, հետևաբար այսպես հետևաբար հետևաբար Ադրբեջանը այս տեղեկատվական սադրանքների միջոցով փորձում է հետաձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Ինչ առիթ կա այս պահին Ադրբեջանը նման քայլի գնալով։ Արդյոք դուք տեսնում եք, որ հնարավոր է այսպես հող է պատրաստվում, նախապատրաստում ռազմական գործողությունների կամ էսկալացիայի, թե սա ճնշում է ատենցիալ պահանջները կատարելու համար։ Վերջից սկսեմ երկուսն էլ։ Այսքան ինչ նշանակում լավ բանացված փաստաթուղթ է։ Հայաստանը առաջարկներ է ներկայացնում, Ադրբեջանը ոչ մի առաջարկ չի համաձայնվում, ինքը պահանջներ է ներկայացնում, այս իշխանությունները համաձայնվում են։ Վերջի երկու կետերը, որ մի քանի ամիս ձգվում էին, Հայաստանը համաձայնվեց հանկարծ։ Այսինքն եթե այդքան լավ բաներ Ադրբեջանը առաջարկում, բան չի են երկարաձգում, դու վազելով միանգամից համաձայնվեին, էլի։ Այսինքն կսկծու փառքաստծու, հա, ի՞նչ է դա նշանակում։ Սա խայտառակ թուղթ է, Ադրբեջանի բոլոր պահանջները մեջն են, Հայաստանի որևէ խնդրանք, աղերս, աղաչանք, պաղատանք հաշվի առնված չի։ 4 ժամ Մարատ Միրզոյանը ուրբաթ առավոտյան 4-րդ հարկում էր։ 4 ժամ։ Բազմաթիվ անգամ հարցեր տվեցինք, դա մի կետ նշի, որ Հայաստանը առաջադրել է, մի կետ, որի հետ Ադրբեջանը համաձայնվել է։ Որովհետև այս իշխանությունները մի խնդիր ունեն, ցույց տալ, որ իրենք հաջողացել են ապահովել իրենց նախընտրական առաջարկը, խոստումը։ Իսկ իրանք ինչ էին առաջարկը, ինչ են խոստացել։ Խոստացել են խաղաղություն։ Հիմա Նիկոլ Փաշինյանին պետք է թղթի կտոր, մի հատ թղթի կտոր, որի վրա ուղղակի այդ խաղաղություն բառը լինի, որ գնա ընտրությունների ասի ժողովուրդ, ես ձեզ խաղաղություն եմ բերել։ Ճիշտ այնպես, ինչպես արեց Չեմբերլենը, որը աշխարհի վրա որի սխալ քաղաքականության արդյունքում աշխարհը ամենամեծ պատերազմի մեջ մտավ։ Հիմա մենք իհարկե այդպես ակնկալիքներ չունենք, բայց Նիկոլ Փաշինյանի այդ սխալի պատճառով դրա անդրադառնալով ձեր հարցի վերջին, այո, Հայաստանը կանգնելու է նոր եւ ավելի աղետալի պատերազմի առաջ։ Դա բաց ներողություն, բացառապես ներքաղաքական խնդիր է։ Եվ Ադրբեջանի հայտարարությունը, որ նախապայման է սահմանադրության փոփոխություն, այնուհետև առնվազն 2 պահանջ էլի կներկայացնեն, այսպես կոչված ապառազմականացումը 4-րդն է։ Գրակոչները հետ են, ինքը ցույց է տալիս, որ չես սանով չես պրծել։ Ու դեռ պետք է տաս սա։ Այս իշխանությունները ստեղծված իրավիճակների համար adekvat լուծումներ չունեն, որևէ լուծում չունեն։ Տալ, լավ ինչքան տալ։ Որն է Ադրբեջանի կարմիր գիծը։ Լավ, իրանք գնացել են անվերապահ կապիտուլյացիայի այս իշխանությունները։ Նույնիսկ չկա էլի, լավ, էլ կարմիր գիծը էլ որն է։ Որ այն ինչ գրված է խաղաղության պայմանագրում, դա միայն փոխադարձության սկզբունքով, այսինքն այն ինչ Հայաստանին է, նույնը վերաբերվում է նաև Ադրբեջանին։ Ինչ հասկան, օրինակ հայցերի հետ կապված, ասում են, եթե մենք հետ քաշենք, նրանք էլ պետք է հետ քաշեն։ Այսինքն մենք պետք է հայցերը հետ քաշենք, հա։ Ադրբեջանը, որ ցեղասպանություն է իրականացել Արցախի հանրապետությունում, ինչ պրետենզիա ունի մեր նկատմամբ։ Ինքը սկսեց պատերազմը 90-ականներին, ինքը սկսեց հայկական ջարդերը, ինքը շրջափակեց Հայաստանը, ինքը արցախցիների խաղաղ ցույցերի ի պատասխան կոտորածներ կազմակերպեց, այդ Ադրբեջանը մեր նկատմամբ ինչ հայց ունի։ Ավելին ձեզ ասեմ, տեսեք գերիների հարցը, լավ անալոգիա տանը։ Նոյեմբերի 9-ի թղթով կար կետ, գերիները բոլորը բոլորի հետ փոխանակվում են, ճիշտ է։ Հայաստանը բոլոր գերիներին, որ ուներ, ներառյալ են թուրք 2 հանցագործներին, ադրբեջանցի, ովքեր բռնվել էին քարվաճառում 15 տարեկան երեխա սպանելու համար, հանձնեց։ Ադրբեջանը էլի ինչ որ մեր հայ գերիներ հանձնեց։ Բոլորին չի հանձնել։ Էլի հիմա Ադրբեջանում գերիներ կան։ Երբ ասում են ինչի չեք հանձնում, ասում են դե ով ունեինք նոյեմբերի 9-ի դրությամբ հանձնել ենք։ Մնացածներին այդ հարցը չի վերաբերում։ Սա ինչ է նշանակում։ Հիմա կարող է ինչ-որ հայցեր հետ քաշի, հետո ասի դատական գործընթացի ընթացքում իհատ են եկել նոր հանգամանքներ, այդ նոր հանգամանքներով մենք մտնում ենք դատարան։ Ինչ են ասելու սա։